ստորագրումը եւ որտեղ։ Դե գիտեք, այս մասին տասնյակ անգամներ ենք խոսել, չկա ֆիքսված ամսաթիվ եւ առավել եւս տեղել չկա։ Մենք հայտնել ենք, որ մենք պատրաստ ենք օր առաջ սկսել հենց այս պահին ես պատրաստ եմ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ եւ երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը։ Իհարկե գաղտնիք չգիտենք նաեւ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը եւ պայմանը սրա հետ կապված։ Մենք այդ պայմանը չենք ընդունում, դա մեր բանակցային իրենք պարզ է խոսում ենք այդ մասին, բայց այդ այսինքն իրենք հայտնում են այդ մասին եւ հրապարակային եւ հանդիպումների ընթացքում մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում եւ այդ պայմանը չենք ընդունում եւ հուսով եմ, որ առաջիկան process-ները այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման այդ քայլը եւս կանենք, ստորագրումը եւ նաեւ հետագայում վավերացում, բայց նաեւ ուզում եմ չհանգեցնենք միայն դրան, էլի, այսինքն բազմաթիվ կոմպոնենտներ կան, հարցեր կան, ուղղություններ կան աշխատանքի, սկսած սահմանազատումից, վերջացած հումանիտար հարցերով, գերիներով, որտեղ դիվանագիտական հարթակներում, չգիտեմ, միմյանց հակամարտ տրամաբանությունից դուրս գալով, այսինքն աշխատանք շատ կա նաեւ անկախ բուն ստորագրումից, բայց մի կոմպոնենտ էլ եմ ուզում ասեմ, մենք միշտապես շեշտ ենք դրել, կարևորել ենք խաղաղության պայմանագրի ստորագրումը, նաեւ այն ընկալումով, թե ակնհայտորեն դա կարևոր է, հա, եւ նաեւ այն ընկալումով, որ դրանով հաստատվելու է խաղաղություն։ Հիմա այն պայմաններում եւ այն հնչեղությամբ, որտեղ ունեցավ նախաստորագրումը եւ ուղեկցելով նաեւ հռչակագրով, որը երկրների առաջնորդները ստորագրեցին, եւ նաեւ ասին գրեթե բոլոր պետությունների, մոլորակի բոլոր պետությունների միջազգային կառույցների կողմից ողջունելը եւ նաեւ հենց երկրների ղեկավարների կողմից այդ պահին, այդ ստորագրումից հետո մեդիայի հետ շփման ընթացքում եւ հետո էլ մինչ օրս հնչող հայտարարությունները անընդհատ հավաստում են, որ խաղաղությունը հաստատված է, անընդհատ նորից երկրների ղեկավարները վերահաստատում են իրենց հանձնառությունը պահել եւ զարգացնել խաղաղությունը եւ այս առումով այն կարևոր հանգրվանը, որ մենք ուզում ենք խաղաղություն հաստատում ստորագրությամբ, հա, տեղի է ունեցել մեջ իհարկե ստորագրությամբ, բայց նաև մնացած ամեն ինչով, որ արդեն նկարագրեցի, եւ գուցե մի քիչ էլ չափազանցություն լինի, բայց օրինակ կարծիք կա, որ այս սրա ֆոնին եւ սրա պայմաններում այդ ստորագրումը միգուցե նաև արդեն գործընթացի ավելի շատ տեխնիկական շարունակություն է եւ ինստիտուցիոնալացում է։ Մոտավոր շատ եւ ձեր նշած այդ բաղադրիչները, այդ հարցերը, որոնք դեռևս ընդհանրապես չեն սահմանազատում, ապաշրջափակում, դա լինելու է ստորագրումից հետո, թե մինչեւ ստորագրումը։ Բոլորովին կապ չունեն իրար հետ։ Ուրեմն սահմանազատումը սկսվել է շատ ավելի շուտ, 12 կիլոմետր եւ ավելին եղել է, կա ընկալում ոնց է շարունակվելու, որտեղով հայ եւ այլն։ Ենթակառուցվածքների մասով հենց այսօր մենք աշխատում ենք ամերիկյան կողմի հետ թրիփ ուղու ուրեմն իրականացման շուրջ, մասնավորապես պայմանագիր պետք է լինի մեծ հաշվով Հայաստան հայ-ամերիկյան, հա, որտեղ ընկերություն պետք է հիմնվի, որը պետք է նաեւ այդ կառուցապատում իրականացնի եւ այլն, հա։ Էլի այս առումով եւս չենք սպասում, երբ որ պատրաստ կլինի բոլոր այդ իրավապայմանագրային կոմպոնենտները, մենք կսկսենք շինարարությունը, երբ որ կլինի շինարարությունը, մենք կբացենք անը, սրանք process-ներ են, որոնք զուգահեռ են ընթանում եւ մեկը մյուսից հետո կամ առաջ լինելու խնդիր չունեն։ Պարոն Միրզոյան, վերջնական ստորագրման համար հիմա հասկանամ, հապաղումը ում կողմից է, Ադրբեջանն է որոշակի խնդիրներ ստեղծում, այսինքն ինչ հարցերն են առաջնային դրվում, որը կանխում է դեռևս վերջնական ստորագրումը։ Շնորհակալ եմ, մեծ հաշվով ոչ մի գաղտնիք չկա այստեղ եւ նոր բան ասել չենք կարող, հայտնի Ադրբեջանը ինքն է նաեւ ասում, իրանք շատ որոշակի պայման ունեն, որի պայմաններում տեսնում են հնարավոր այդ ստորագրումը, մենք չենք կիսում այս մոտեցումը։ Ասում ենք խաղաղությունը հաստատված, ասում ենք, որ փոխադարձ վստահության ամրապնդման գործընթաց կա, ասում ենք, որ 1000 հարցի շուրջ կարողանում ենք օրինակ ապաշրջափակման համաձայնվել, չէ՞։ Այս ամենով հանդերձ իհարկե կան բաներ, որտեղ իրար հետ դեռ չենք կարողանում համաձայնվել։ Եվ մեկը հենց ձեր ասածն է, իրանք կարծում են, որ մենք պետքա սահմանադրությունը փոխենք, որից հետո ստորագրեն, մենք կարծում ենք, որ մեր սահմանադրության մեջ խնդիր չկա, ավելին մենք կարծում ենք, որ եթե դա խնդիրը կարող որևէ կերպ մեկնաբանվի, ապա ել ավելի շատ կարանք այդ նույն հավակնությունը ներկայացնենք իրանց սահմանադրությանը
Բայց նաև հարցը լուծված է պայմանագրում, այսինքն նոր բաներ չեմ Բացի ասում։ սահմանադրությունից։ Եվ միևնույնն է, այստեղ չունենք փոխըմբռնում, որևէ այլ պայման կամ նախապայման չկա։ Սահմանադրությունը այս պահին ֆիքսում են միայն այդ Իրենցից դա ենք լսել, այո։ Պարոն